մասին կարծիքներ հայտնել այստեղ։ Շնորհակալություն։ Մեսրոպ Մանուկյան։ Բարև ձեզ, Տիկին Մինասյան, ձեր խոսքում նշեցիք, որ Ժողովուրդ լռություն։ Չեմ լսում։ Կարծում եմ մեղավորությունը չի Տիկին Մինասյան, որ չի լսվում։ Տեսեք, ձեր խոսքում դուք ասացիք, որ ամենաարդյունավետ աշխատող հանձնաժողովի նախագահներից եղել է Բաբկենը Թունյան եւ նաեւ այն փանգամանքը, որ ստացվում է երրորդ անգամ ինքը առաջադրում եք կառավարի, մեկ անգամ եղել այդ հանձնաժողովի նախագահ, մյուս անգամ փոխնախագահ եղել, բայց կառավարել է, սա երրորդն է լինում։ Հիմա իմ հարցը կայանում է հետեւյալում, քանի որ արդյունավետ աշխատել է շատ Բաբկենը Թունյան, ինչով է պայմանավորված, որ հանձնաժողովի Արգելի գործընկերներ, խնդրում եմ պահպանել։ Շատ լավ։ Խնդրում եմ թույլ տալ շարունակեք։ Կարծում եմ ձերոնց ամեն հարց տալուց պարոն Կոնջորյան, որ ես սկսեմ տեղից արձագանքել, դրական ոչինչ չի լինի։ Տեսեք, ինչով է պայմանավորված, որ հանձնաժողովի կարգավորող, օրենսդրական ոլորտները կարգավորող, խնդրում եմ ասեք չխոսեն էլի տեղից։ Ինչով է պայմանավորված, որ զգալի հատվածը տեղաբաշխվել է այլ հանձնաժողովներին, մասնավորապես ֆինանսա-բյուջետային հանձնաժողովին եւ եթե ճիշտ հասկացա էներգետիկ ոլորտի մի զգալի հատվածն էլ տարածքային կառավարման այդ հանձնաժողովին, ինչով եք բացատրում դա։ Պարոն Մանուկյան, հանձնաժողովի նախագահի գործոնը չի կարելի կապել հանձնաժողովի գործունեության ոլորտների հետ։ Հանձնաժողովի նախագահը ընդհանրապես համակարգում է այդ հանձնաժողովը եւ կառուցողական մթնոլորտում փորձում է աշխատել եւ ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների հետ։ Ինչ վերաբերում է հանձնաժողովի ոլորտների փոփոխությանը, ես կարծում եմ դա կառավարության կառուցվածքային փոփոխության համապատասխանեցում է նաեւ տեղի ունեցել ազգային ժողովի հանձնաժողովների ոլորտների հետ, որպեսզի կարողանա համապատասխան նախարարությունը տվյալ հանձնաժողովի հետ ավելի սերտ աշխատի, որտեղ կարծում եմ բոլորիս է պարզ է, որ հարկային քաղաքականության նաև ինչ-որ հատված ընկած է ֆինանսների նախարարության տիրույթում, մեկ էլ մի հարց էլ տվեցիք, դա էներգետիկան եւ տարածքային է այստեղ կապ չունեն, իհարկե, կարծում եմ այսքանը։ Արձագանք։ Չկիսեցի ձեր կարծիքը Տիկին Մինասյան, որովհետև նույն ոլորտները, որոնք որ այսօր կառավարությունում կա, շարունակում են գործել, այսինքն նախկինում էլ էներգետիկ ոլորտը եղել է տկենի նախարարության տակ, հիմա էլ է նույնը կրկնվում, հետևաբար այդ ոլորտները, որ դուք տեղաբաշխել եք, հարցին դուք չպատասխանեցիք։ Պարոն Մանուկյան, պատասխանեցի։ Ընկալելի է, թե դուք ինչպես եք հասկանում եք, այդ շատ դժվար է բացատրել ձեզ ինչ-որ բան, որովհետև ասում եմ, եթե նախկինում նախարարության ենթակայության տակ եղել են ոլորտներ, փորձել ենք համապատասխանեցնենք ազգային ժողովի հանձնաժողովների հետ, կարծում եմ պատասխանեցի ձեր հարցին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Այժմ ձայնը տրվում է տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված Բաբկեն Թունյանին, համեցեք պարոն Թունյան։ Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ես նախ շնորհակալություն եմ հայտնում քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ խմբակցության գործընկերներից ինձ այս պաշտոնում առաջադրելու համար եւ նաեւ Տիկին Մինասյանին եմ շնորհակալություն հայտնում ինձ ներկայացնելու համար։ Ես կփորձեմ շատ չարաշահել ձեր ժամանակը։ Եկեք սկզբից հնչած հարցերին անդրադառնամ, պարոն Ֆարմանյան, իմ կենսագրության մեջ ինչ գրած է, այդ կա։ Կարեն Կարապետյանի հետ, չգիտեմ, հարաբերությունների մակարդակը ոնց է գնահատել, ես հարգալից եմ վերաբերվել։ Ընդհանրապես բոլոր պետական պաշտոնյաներին, ում հետ աշխատել եմ, հարգալից եմ վերաբերվել ու նախկին պաշտոնյաներից շատերի հետ էլ մինչև հիմա լավ հարաբերություններ ունեմ։ Օրինակ Վաչե Գաբրելյանի հետ կարող է հանդիպենք, սուրճ խմենք, բաներ քննարկենք։ Իմ մոտ այդ բանը չկա, այդ կաշկանդվածությունը, այդ վախը, ու երևի պատճառն էլ այնա, որ պետական պաշտոնյաներին ու պետական ինստիտուտներին պիտի հարգանքով վերաբերվես ու այդ հարգանքը փոխադարձ լինի։ Ոչ թե ես երել եմ սրիկայի նման ինչ-որ մեկին սրիկա եմ հանվանել,
այլ երբ ես Կարեն Կարապետյանին հրավիրել եմ հարցազրույցի, փոխադարձ հարգանք այնքան մեծ եղել, որ ամբողջ կառավարության կազմով են եկել այդ հարցազրույցին մասնակցում։ Էս է եղել, այսինքն աշխատանքային գործունեություն, հա, մեկ էլ մի հանգամանք էլ կա, Տիկին Մինասյանը նշեց, որ ես ժամանակին հիմնադրել էի տեղեկատվական կայք, որը բացի տնտեսական լրատվությունից նաև տեղեկատվական բազաներ էր վաճառում ու հիմնականում ֆինանսական ոլորտի հետ ենք աշխատում եւ բավականին երկար ժամանակ կառավարությանն էլ էին ժամանակ ներկայացել, որպեսզի որոշումները ավելի արդյունավետ լինեն, այդ համակարգը անգամ կառավարությանը կարող է պետք գալ, բայց հեղափոխությունից հետո այդ գործընթացը դադարեց, որովհետև ես չէի ուզում, որ որևէ շահերի բախում նկատվի այդտեղ։ Սա է ամբողջը։ Ինչ վերաբերում է պարոն Մանուկյանի հարցին, պարոն Մանուկյան, իրոք լավ հարց է, թե ինչու է տեղափոխվել, բայց այդ հարցը մենք քննարկել ենք հանձնաժողովների ստեղծման ժամանակ, բայց ձեր հարցի ձևակերպումը, որ ասում եք, եթե պարոն Թունյանը արդյունավետ աշխատող հանձնաժողովի նախագահներից մեկն էր, ինչու է տեղափոխվել այդ ոլորտները այլ հանձնաժողով, դա նախագահի անձի աշխատավոճի ու մնացած բաների հետ կապ չունի, բայց ես էլ եմ կարծում, որ կան ոլորտներ, էներգետիկան, հարկերը եւ այլն, որոնք պետք է նաև տնտեսական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում լինեն։ Այդպիսի շատ ոլորտներ կան, որտեղ որ տիրույթները խաչվում են։ Այսինքն, օրինակ, առողջության ապահովագրությունը, ինչքան առողջապահությանն է վերաբերվում, այնքան էլ վերաբերվում է օրինակ ֆինանսական ոլորտին։ Ու սենց մենք այդ դեպքերում կանոնակարգով հնարավորություն ունենք ստեղծել կոնկրետ նախագծերի համար ժամանակավոր հանձնաժողովներ, ու եթե տենց կարիք կլինի, դրանով կզբաղվենք։ Հիմա բուն ասելիքիս անցնեմ, տնտեսական վիճակի, իմ տեսլականների, ասելիք, չգիտեմ, հեռանկարների վերաբերյալ չեմ կենտրոնանա, որովհետև մենք նախընտրական շրջանում բավականին մանրամասն մեր նախորդ տարիների արդյունքներին անդրադարձել ենք եւ բացի դրանից էլ ընդամենը 10 օրից այս դահլիճում քննարկվելու է կառավարության ծրագիրը, որտեղ հնարավորություն կլինի այդ բոլոր հարցերին անդրադառնալ։ Սա մի պատճառ, երկրորդ պատճառը ես հանձնաժողովի նախագահի դերին կամ պաշտոնին վերաբերում եմ որպես կազմակերպչական աշխատանք։ Այսինքն հանձնաժողովի նախագահը 105 պատգամավորներից մեկն է, որից ընդամենը մի բան է պահանջվում՝ արդյունավետ կազմակերպել հանձնաժողովի աշխատանքները։ Տնտեսական իրավիճակի մասին զուտ կասեմ, որ մենք այժմ ունենք այլ իրավիճակ եւ մենք օգոստոսի 8-ից հետո լրիվ նոր իրականության մեջ ենք ապրում եւ այդ իրավիճակը, այդ նոր պայմանները մեր առջեւ նոր հնարավորություններ են բացում։ Եվ մեր խնդիրն է մաքսիմալ արդյունավետ օգտվել այդ հնարավորություններից։ Ու այս հարցում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև մյուս հանձնաժողովները պիտի կարողանան իրենց մասնակցությունը ունենալ այդ process-ի մեջ։ Մեր հանձնաժողովը, ինչպես Տիկին Մինասյանը նշեց, եղել է ամենածանրաբեռնված հանձնաժողովներից մեկը ավանդաբար։ Օրինակ 8-րդ գումարման ազգային ժողովի ընթացքում, 8-րդ գումարման ընթացքում ազգային ժողովը մոտ 2300 նախագիծ է ընդունել, որից 563-ը բաժին է ընկել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին։ Առաջին տեղում եղել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ավելի քան 800 նախագծերով։ Նաև բացի դրանից մենք ունեցել ենք, ոչ թե բացի դրանից, այլ դրան զուգահեռ